որպես Նիկոլ Փաշինյանի հետ երկար տարիներ հայկական ժամանակում աշխատած լրագրող մի հետաքրքիր բան պատմեմ։ Մեր թերթում մի քանի պերսոնաժներ կային նյութի առումով, որոնց հանդեպ Նիկոլը ուներ գենետիկ ատելություն, ինչ լինում էր պարբերաբար մենք այդ պերսոնաժներին հիշում էինք, որտեղ Նիկոլը ատում էր դրանց եւ դրանցից մեկը Նավասարդ Կճոյանն էր, նույն ինքը Բենթլի Սամոն եւ Բենթլի Սամո անունը Նավասարդ Կճոյանին դրել է Նիկոլ Փաշինյանը, հիշում եք չէ, նաեւ վերջերս ամբիոնից ակնարկելով Նավասարդ Կճոյանին Նիկոլը ասեց ինչ որ զենքի բիզնես եւ չգիտեմ ինչերի բիզնես եւ հիմա կա էս մոլորակի վրա մի մարդ, ով կարա մտածի, որ Բենթլի Սամոն, նույն ինքը Նավասարդ Կճոյանը կուսակրոն է, եթե Նավասարդ Կճոյանը կուսակրոնն է, ես էլ Անգլիայի թագուհին եմ, Բենթլի Սամո, դու կուսակրոն ես, ղժալը տեկավ, չէ, դրա վրա, եւ ամոթ է, երբ որ ահա այսպիսի պղծյալների ընդունում են եւ մի հատ էլ գլուխ են խոնարհում։ Ես հասկանում եմ, որ այս պղծյալներին կարգալույց հայտարարելը այդպես մի գրիչի խնդիր չէ, որ վեհապարը անի, դրա համար եկեղեցական ժողով հոգևոր խորհուրդ պիտի հավաքվի, բայց ես դիմում եմ վեհապարին, վեհապար մի անտեսեք, կարգալույց հռչակեք եւ բանադրեք դրանց, որովհետեւ եթե դրանք իրական հավատացյալներ լինեին, եթե դրանք իրապես ծառայեին Աստծուն, նրանք Նիկոլից չէին վախենա, նշանակում է նրանք Աստծո ծառաներ չեն, նշանակում է այսքան տարիներ նրանց մեջ Աստված չի եղել։